Այսօր հունիսի 12-ն է, սակայն մինչև այս պահը հանրությունը դեռ սպասում է մի կարևոր և սպասված փաստաթղթի՝ երկուամյա Տիգրանի դատաբժշկական եզրակացությանը։ Մարմինը հայտնաբերվեց մայիսի 24-ին, անհետանալուց 20 օր անց, իսկ հուղարկավորությունը տեղի ունեցավ մայիսի 27-ին։ Բայց այդ օրվանից անցել է ավելի քան 2 շաբաթ, իսկ պաշտոնական մասնագիտական կարծիքը ինչպես է մահացել Տիգրանը, ինչպես է ջուրն ազդել նրա մարմնի վրա, հնարավոր էր արդյոք պարզել, թե նա ընկել է, թե գցել են նրան, դեռ անհասանելի է հասարակությանը։ Եվ հասարակությունն իրավունք ունի հարց տալու, ինչու են լռում մասնագետները։ Ինչ կտա դատաբժշկական եզրակացությունը։ Դատաբժշկական փորձաքննությունն այս գործի կարևորագույն կետերից է, քանի որ այն միակ իրավաբանական փաստաթուղթն է, որը կարող է մասնագիտական մակարդակով պատասխանել շատերի մտահոգություններին։ Որքան ժամանակ է Տիգրանը եղել ջրում։ Սա էական հարց է, քանի որ որոշ տվյալների համաձայն նրա մարմինը հայտնաբերվել է այնքան անվնաս վիճակում, որ հարց է առաջանում՝ արդյոք ամբողջ 20 օրերն անցկացրել է գետում, թե ոչ։ Դատաբժիշկները կարող են որոշել ջրում գտնվելու ժամկետը։ Արդյոք մարմնի վրա կան վնասվածքներ։ Եթե կան հետքեր, որոնք վկայում են արտաքին ներգործության մասին, ապա մենք գործ ունենք հնարավոր հանցանքի հետ։ Եթե վնասվածքներ չկան, ապա հնարավոր է, որ դա դժբախտ պատահար է եղել։ Արդյոք երեխայի թոքերում ջուր հայտնաբերվել է, սա ցույց կտա, թե իրականում ջրում է խեղդվել, թե արդեն մահացած է եղել, երբ ընկել է ջուրը։ Հնարավոր է պարզել մահվան պատճառը։ Երեխայի մահվան պատճառն ամենակարևոր հարցերից է։ Արդյոք սա խեղդամահություն էր, թե այլ պատճառ կար՝ սրտի կանգ, ջերմային հարված, ուժային ներգործություն։ Այս բոլոր պատասխանները հանրությունն առաջին հերթին Տիգրանի ծնողները պարտավոր են ստանալ։ Նրանք արդեն ապրում են կյանքի ամենածանր կորուստը՝ իրենց երեխայի մահը։ Բայց նրանք արժանի են իմանալ ճշմարտությունը ոչ թե ենթադրությունների ու գուշակությունների, այլ գիտականորեն հիմնավորված եզրակացության տեսքով։ Ինչու են լռում։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում շատ դեպքերում դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները չեն տրամադրվում ժամանակին։ Հաճախ նշվում է, որ գործընթացը ժամանակատար է, որ կան բարդ հետազոտություններ, որ նյութերը դեռ ուսումնասիրվում են, բայց այս դեպքը պատահական դեպք չէ, սա ազգային ցավի պատմություն է, սա մի փոքրիկ կյանքի կորուստ է, որը ցնցել է հազարավոր մարդկանց սրտեր։ Եվ երբ այսքան քաղաքացիներ, կամավորներ, փրկարարներ, լրագրողներ ու ընդհանրապես մի ողջ գյուղ ապրում էր հույսով ու ապրումով, երբ ընտանիքը սպասում էր հրաշքի, առնվազն այսօր, արդեն հունիսի 12-ին, պետք է հրապարակված լիներ Տիգրանի դատաբժշկական եզրակացությունը։ Այդ փաստաթուղթը ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական արժեք ունի։ Եվ եթե այն ինչ-որ պատճառով պահվում է փակ կամ ներկայացման մեջ ուշացում կա, ապա պետք է բացատրվի ինչու։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ կա արդյոք որևէ խոչընդոտ, եթե ոչ, ապա ուր է եզրակացությունը։ Տիգրանի ծնողները, որպես անմիջական տուժող կողմ, իրավունք ունեն ամբողջական տեղեկատվություն։ Նրանք չեն կարող տարիներ սպասել, չեն կարող մնալ լռության մեջ, իսկ եթե չհրապարակվի ոչինչ, ապա այդ լռությունը միայն ավելացնում է կասկածները, ուժեղացնում հանրային զայրույթը և տարածում անհիմն վարկածներ։ Որպես հանրություն մենք պարտավոր ենք պահանջել հրապարակեք դատաբժշկական եզրակացություն, իսկ եթե այն դեռ պատրաստ չէ, ապա տրվի հստակ ժամկետ, երբ կլինի այն։ Սա երեխայի հիշատակի արդարության և հասարակական վստահության հարց է։ Տիգրանը լռեց ընդմիշտ, բայց նրա անունով հարցերը չեն լռելու, քանի դեռ չկան պատասխաններ, որովհետև ճշմարտությունը չի կարելի թաքցնել, չի կարելի ձգձգել, չի կարելի անտեսել, և ոչ մի մայր չպետք է ապրի իր երեխայի մահվան բացահայտման սպասման մեջ օրերով, շաբաթներով ու ամիսներով։ Տիգրանի մասին հարցերը չպետք է մարեն հուղարկավորությամբ կամ ժամանակի անցումով։ Ճշմարտությունը պետք է պահանջել նույն ուժով, ինչ ուժով նրա ծնողները 20 օր շարունակ աղոթում էին, հույս փայփայում, գետի ափին սրտախողակ կանգնում։ Այս պահին լռում են պետական մի քանի կառույցներ, որոնք պարտավոր էին առաջին իսկ օրից գործել համակարգված, բաց և թափանցիկ։ Ոստիկանությունը, որը զբաղվում էր գործի նախաքննությամբ, չկա ոչ մի նոր հայտարարություն, չկա ընթացքի ամփոփում, չկա պարզաբանում, արդյոք որևէ մեկը երբևէ հարցաքննվել է, կա կասկածյալ։ Միթե անհետացած երեխայի դեպքը չի պահանջում ամբողջական բացատրություն։
Դատաբժշկական ծառայություն, որը պետք է տրամադրի փորձաքննության արդյունքները։ Նման դեպքերում միակ վստահելի պատասխանը կարող է լինել հենց այդ եզրակացությունը։ Եթե գրված է, որ երեխան խեղդվել է, ուրեմն դա պետք է ամրագրվի։ Եթե գրված է, որ մահը տեղի է ունեցել մեկ այլ պատճառով, ապա դրա հիման վրա պետք է շարունակվի իրավական ընթացքը։ Եթե կան կասկածելի հետքեր, ապա պետք է անցնել քրեական հետապնդման, ոչինչ չասելը պարզապես անթույլատրելի է։ Քննչական մարմինները, որոնք պետք է շարունակեն գործը անկախ ուղարկավորությունից և անգամ հասարակական ալիքներից, անգամ եթե պարզվի, որ դա դժբախտ պատահար է, պետք է արված լինի ամեն բան դա փաստելու համար, իսկ եթե հանցանք կա, ապա այն պետք է բացահայտվի։ Հասարակությունն արդեն իր քայլն արել է, խոնարհվել է Տիգրանի հիշատակի առջև։ Դեռ նրա մարմինն անհետացած էր, երբ հարյուրավոր կամավորներ կանգնում էին գետի մոտ, իրենց գործը մի կողմ թողած։ Ժողովուրդն ապրեց Տիգրանի հետ աղոթքով, հույսով ու ցասումով։ Այս ժողովուրդը հիմա էլ իրավունք ունի իմանալու ճշմարտությունը, նա իրավունք ունի իմանալու արդյոք իր փոքրիկ Տիգրանը պատահական վթարի թե հանցանքի զոհ է դարձել։ Հասկանալու ինչն էր պատճառը, որ մարմինն հայտնաբերվեց այսքան ուշ, այն էլ տարածքից մի քանի կիլոմետր հեռու։ Համոզվելու, որ ոչ ոք չի խաբում նրանց, որ իրականությունն ամբողջությամբ բացահայտված է։ Եթե փորձեն լռեցնել այս պատմությունը, ապա միայն լուրերն ու վարկածները կխոսեն, իսկ վարկածները լռում են, պաշտոնական ճշմարտությունը դառնում է մղձավանջ։ Տիգրանի ծնողների լռությունն էլ է խոսում։ Այն լռություն չէ, այլ ցավ, խորագույն դատարկություն, որն օրեցօր սպանում է։